Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը եւ իհարկե նշեմ այն բոլոր տարբերակները, որտեղ մեզ կարող եք գտնել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ տեսնել եւ լսել մեզ, ահա այս կայքում, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքի ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, կարող եք լրացնել այս տարբերակով։ Եվ իհարկե հենց հիմա կարող եք միանալ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջին live stream-ի տարբերակով դիտել մեզ եւ մեկնաբանություններում հարցեր թողնել, եթե թեման ձեզ իհարկե հետաքրքրի։ Ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու այսօր սեքսոլոգ Վահե Ասրյան եւ հոգեբան Արմինե Ալոյան, ողջույն հարգելի մասնագետներ։ Ողջույն։ Պատրաստ եք արդյոք զրուցել սեքսոլոգի եւ հոգեբանի համագործակցության մասին այն հարցերի շուրջ, որոնք հավաքել ենք լսարանից այսօր։ Եկեք փորձենք։ Իսկապես փորձենք տեսնենք, որ դեպքերում եք դուք միմյանց մոտ ուղղորդում, օրինակ, եթե մարդն առաջինը դիմել է հոգեբանի մոտ, մտածելով, որ իր մոտ սեռահոգեբանական խնդիրները հենց հոգեբանական մասով են, եւ երբ է բժիշկ սեքսոլոգը անհրաժեշտ համարում նաեւ համագործակցել հոգեբանի հետ, եթե մարդն ունի նաեւ խոր հոգեբանական կամ տարբեր խորության հոգեբանական խնդիրներ եւ պետք է համատեղել այս երկու մասնագիտացումները։ Եվ ես ուզում եմ առաջին շատ հետաքրքիր հարցը հնչեցնել լսարանի կողմից, ինչու է անհրաժեշտ սեքսը մարդուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության տեսանկյունից է հարցը, վերարտադրողականությունը մի կողմ։ Ես կարծում եմ սա մարդկությանը հետաքրքրում է այնքան, որքան նրանք բացահայտել են, որ սեռական ակտը, սեռական հարաբերությունները միայն երեխա ունենալու համար չեն եւ դրանք բավականին այլ ասպեկտների են դիպչում մարդու կյանքում։ Ումից սկսենք։ Բարի։ Հարցեցվիսներ չէ, ինչի համար։ Ինչու է պետք սեքսը, սեռական հարաբերությունները ֆիզիկական եւ հոգեկան առողջության տեսանկյունից, որովհետեւ խնդրվում է մի կողմ դնել վերարտադրողական ֆունկցիան մարդու մոտ։ Ձեր հարցում դուք նշեցիք հարաբերություն բառը։ Եթե ձեր հարցի սահմաններում պատասխանեմ, պետք են հարաբերությունների համար, որովհետեւ սեռական հարաբերությունները եւս հարաբերությունների տեսակ են։ Իսկ եթե մի քիչ ավելի հեռու գնանք, սեռական հարաբերությունները մարդու սեքսուալության դրսևորման ձևն են, հա, եւ սեքսուալությունն էլ մարդու ամբողջականության մի մասն է։ Այսինքն սեքսուալության որևէ դրսևորում մարդուն պետք է ապրելու համար, իր ապրելու համար է պետք։ Իհարկե ամբողջը չէ սեքսուալ հարաբերությունները եւ սեռական կյանքը մարդու ամբողջը չէ, ինչ կարող է անել եւ ինչպես կարող է ապրել, բայց այդպես դեպս ապրելու համար մարդուն նաեւ պետք է իր սեքսուալությունը դրսևորել։ Կյանքի տարբեր շրջաններում տարբեր ակտիվության, տարբեր սեռերի մոտ տարբեր ձևով եւ իհարկե սեռական կյանքի տարբեր փուլերում տարբեր ինտենսիվությամբ։ Վահե, որպես բժիշկ ինչ կասեք, արդյոք ցանկալի է կամ պարտադիր բառը այստեղ երևի թե իմաստ չունի նշել, բայց արդյոք խիստ ցանկալի է, որ յուրաքանչյուր չափահաս մարդ ունենա սեքս իր կյանքում, սեքսուալ պրակտիկա եւ այսպես զարգանա այդ ոլորտում եւ այլն եւ այլն։ Եթե մարդը չունի այնպիսի համոզմունքներ, որոնցով պետք է սեռական կյանքը пассив փուլում գտնվի, իսկ դրանք կարող են տարբեր սովորությունների, կրոնական համոզմունքների եւ այլնի շրջանում, եւ իհարկե կողմ է մարդը իր սեռական ցանկության համապատասխան սեռական կյանքով ապրի եւ իրացնի իր սեռական ֆունկցիան, որովհետեւ դրանով այդպես թե այնպես ինքը հնարավորություն ունի իր կյանքը ավելի ամբողջական դարձնելու, ավելի լիարժեք դարձնելու եւ ինչ չէ նաեւ ավելի լավ ապրելու համար։ Իսկ եթե չկա հարաբերությունների կոմպոնենտը, այսինքն երկարաժամկետ կամ միջին ժամկետ, կարճաժամկետ հարաբերություններ չկան եւ մարդը սակայն ցանկություն ունի նաեւ սեռական որևէ կոնտակտ ունենալու, այս դեպքում բժիշկն ինչ է խորհուրդ տալիս, ինչպես վարվել։ Եթե մարդու համար սեռական ֆունկցիան իրացնելու միակ տարբերակը պարտների ունենալն է եւ այդ թվում նաեւ երկարաժամկետ, այդ դեպքում մարդու համար
իրականում կարող է սեռական ֆունկցիա իրացումը դժվարանալ, որովհետև մենք ամեն րոպե եւ ամեն իրավիճակում չի որ կարող ենք ստեղծել երկարաժամկետ հարաբերություն եւ դրանով մեր սեռական ֆունկցիան իրացնել։ Իհարկե երկարաժամկետ հարաբերությունների ավելի նախընտրելիները շատերի համար ավելի ապահով է, ավելի հուսալի է եւ այդպես շարունակ։ Իսկ եթե չունենք պարտներ, եթե չունենք դրա հնարավորությունը, սեռական ֆունկցիան չի սահմանափակվում միայն մեկ այլ մարդու մասնակցությամբ սեռական ակտիվություն դրսևորելով։ Մարդը կարող է օգտվել այլ տարբերակներից եւ իր սեռական ֆունկցիան իրացնել։ Ճիշտ ենք հասկանում, որ այստեղ չկան կանոններ, ինչ որ ցուցանիշներ, ժամանակի հաճախականություն, որ այ բժշկությունը խորհուրդ է տալիս այսքան հաճախականությամբ անպայման ունենալ սեռական կյանք, սրանք այն մոլորություններն են, որոնք շատ են շահարկվում հանրությունում։ Ձեր հարցը իրական շատ տեղին է։ Այդպիսի նորմատիվներ, անգամ եթե մենք ինչ-որ բժշկական նյութերից, երբեմն նաև հումորով, երբեմն լուրջ ինչ-որ գիտահեն, այսպես ասած, նյութերով ռիլերի տեսքով տեսնում ենք, որ այսքանը կարելի է, այսքանը լավ է, այսքանը այսպես շատ դեպքերում այդտեղ նաև ինչ-որ պարտավորեցնող երանգ է երբեմն հնչում, բայց ես ուզում եմ ասել հետևյալը, մարդը պետք է իր սեռական ակտիվությունը եւ իր սեռական ֆունկցիայի ցանկացած դրսևորում կազմակերպի այնքանով, որքան ունի սեռական ցանկություն եւ կյանքի տվյալ փուլում իրեն հարմար է դա իրացնել։ Այսինքն այդպես չի որ կոպիտ օրինակ ունեմ, հաճախ նաեւ այցելուների հետ խոսակցներում ես օրինակ առաջ բերում, չպետք է սառնանի վրա փակցված լինի մի թուղթ, որտեղ գրված լինի այսօրը պետք է անպայման ունենալ սեքս, այսօրը չէ, եթե չեղա, ուրեմն վերջ, առողջությունը վնասվել է եւ այլն։ Չէ, այդպես չի։ Մարդը ազատ է մտածելու, ազատ է գործելու եւ այդ թվում նաեւ իր սեռական ֆունկցիան իրացնելու։ Դրա համար պետք է առաջնորդվել սեփական մարմնից եկած զգացողություններով, սեփական ռիթմով եւ պետք է այդքանով հանդերձ նաեւ գնահատել այն հնարավորությունները, որ անհատն ունի։ Չկան պարտադիր պայմաններ, կան որոշակի տարիքային խմբերում որոշակի նախընտրելի նորմեր, որոշակի իրավիճակների համար կան նախընտրելի ակտիվության սահմաններ, բայց դա կարևոր է հաշվի առնել, երբ որ ես նշում եմ նախընտրելի բառը, բայց ոչ եթե դու պայմանական 20 տարեկան ես եւ 20 տարեկանում չես ունենում շաբաթական 7 հարաբերություն, նշանակում է դու ունես վատ կյանք կամ դու ինչ-որ բանից հետ ես մնացել։ Սա մարաթոն չի, որ մենք մրցենք իրար հետ։ Նորմատիվներ չկան։ Հանձնելու։ Բոլորովին։ Ես հենց դրա մասին եմ խոսում, ուզում էլի կրկնել, մարդն ազատ է, ինքը պետք է որոշի։ Ոչ մի հոսանքի, ոչ մի ալիքի, ոչ մի թելադրանքից ելնելով չպետք է ինքը իր սեռական ակտիվությունը դրսևորի։ Իսկ ձեր փորձն ինչ է հուշում մարդիկ, ովքեր հայտնվում են ձեզ մոտ կամ դուք նաև ակտիվ եք սոցցանցերում, փորձելով գրագետ գիտելիք փոխանցել հանրությանը, ես հետևում եմ դրանց, հետաքրքիր են եւ շատ հուսադրող ի դեպ մեր օրերում, ինչպիսին է ձեր կարծիքը, մարդիկ այսօր կարողանում են այդ ռեֆլեքսիան ունեն զգալու իրենք գոհ են թե ոչ իրենց սեռական կյանքից, իրենք ուզում են թե ոչ, ինչ են ուզում եւ ինչ հստակ չեն ուզում։ Եվ ում մոտ է սա ավելի լավ երևում, օրինակ, արական սեռի մոտ թե իքական, որտեվ այնուամենայնիվ մեր երկրում որ հաստատ այստեղ շատ տարբերություն կա ընդգծված էլի սեռերի միջև։ Դե մեր երկիրն ունի իր առանձնահատկությունները, ինչի մասն է խոսքը, բայց եւ այնպես արական եւ իքական սեռերի մոտ տարբերության չլինելը հնարավոր չի լինի, կախված մի շարք պատճառներով։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, չէ, իրականում պատկերը շատ խճճված է, որովհետև մի կարևոր բան պետք է հաշվի առնենք։ Մի բան է, երբ որ դու չգիտես ոչինչ, եւ մի բան է, որ դու գիտես շատ սխալ բաներ։ Խոսքը սեռական ֆունկցիայի, սեռական կյանքի մասին։ Երբ որ դու ոչինչ չգիտես, դու կարող ես սեփական փորձով կամ քեզ ինչ-որ չափով որ սովորեցնեն, սովորես ինչ-որ բաներ եւ որոշակի կանոնների տիրապետես, սկսած սեռական օրգանների հիգիենայից մինչեւ հարաբերությունների հիգիենա, որտեղ հարաբերությունները պետք է հիգիենա ունենան։ Իսկ երբ որ դու տիրապետում ես շատ ինֆորմացիայի, տարբեր տեղերից ծաղկակահարած կամ միտեղ տեսել ես մի բան, որը այտենց համեմված է լավ հումորով եւ քեզ մոտ տպարովել է դրանով հանդերձ ձևավորում ես վերջնական մի պատկեր սեքսուալության հետ կապված եւ դա քեզ համար դարձնում ես ուղեցույց, սխալվելու հավանականությունը, անառողջ սեռական կյանք ունենալու հավանականությունը եւ վերջ-վերջո սեփական առողջությունը կամ մեկ այլ մարդու առողջություն վնասելու հավանականությունը ինքնըստինքյան մեծանում է։ Եվ այսօրվա իրականությունը մեր այնպեսին է, որ մենք ավելի շատ այս վերջին նշածը սկետում ենք։
ունենք շատ ինֆորմացիա, բայց չունենք օգտակար ինֆորմացիա եւ առավել եւս դա օգտագործելու ճիշտ ձևը չգիտենք։ Նույնիսկ օգտակարի ճիշտ կիրառելու հնարավորությունը։ Մենք զրուցում ենք բժիշկ սեքսոլոգ Վահե Ասրյանի եւ հյուրընկալվել է նաեւ հոգեբան Արմինե Ալոյանը։ Հիմա ձեզ հարց։ Ֆիզիկական մասով քիչ թե շատ հասկանալի է, ինչ կասեք դուք ձեր փորձը, հատկապես որ ես գիտեմ դուք հատկապես սիրում եք փոխհարաբերությունների շուրջ աշխատել, նաեւ զույգային թերապիա կամ այն մարդիկ, ովքեր գալիս են ձեզ մոտ հենց հարաբերությունների մեջ խնդիրներ ունենալով, ինչպիսին է տպավորությունը, սեռական բաղադրիչը խնդիր առաջացնում է մարդկանց հոգեվիճակի եւ հոգեկան առողջության շրջանակներում։ Շնորհակալություն հարցի համար, միանշանակ այո, ինչպես եւ մնացած բոլոր բաղադրիչները, որոնք շատ կարեւոր են զույգի հարաբերություններում, այդպես էլ նաեւ կարեւոր է, չենք կարող առանձնացնել, որ սեռական կյանքի փորձառությունը կամ պակասը կամ խնդիրները չեն կարող զույգի մոտ խնդիրներ չառաջացնել։ Այստեղ շատ օգնում է ինչպես ցանկացած հարաբերության խնդրի դեպքում, ես սիրում եմ նշել, որ այստեղ շատ զույգերին օգնում է միասին քննարկելը, միասին ճշտելը ինչ նախապատվություններ ունեն, ինչ նախասիրություններ ունեն, որտեղ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ այս ամաչելը, միասին բաց չխոսելը, անկեղծությունը չունենալը եւ ցավոք սրտի նաեւ պետք է նշեմ, ոչ միայն մեր հասարակությունում, այլ բոլոր հասարակություններում մենք նկատում ենք այդ ամոթի զգացումը, երբ որ հասնում ենք սեքսուալ հարցերի կամ նախասիրությունների քննարկմանը, այստեղ է կարևոր նաև այդ ապահովության զգացումը, որ մեր դիմացինը մեզ չի քննադատի, մեզ կլսի եւ գոնե կլսի, այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ զույգերը միասին որոշեն կամ զուգընկերները, կողակիցները միասին որոշեն, որ իրենք տալիս են այդ ապահովությունը ուղղակի լսելու յուրաքանչյուրի նախասիրությունները։ Կանեն թե ոչ, դա այլ հարց է, բայց այդ ապահովության զգացումը ստեղծելը զույգերի համար շատ կարեւոր է։ Իսկ էլի հղում տալով ձեր փորձառությանը մենք խնդիր ունենք այս խոսելու, կիսվելու, հատկապես սեռական ցանկության մասին, տարբեր նախընտրությունների մասին, զուգընկերոջը պարզ ասելու հարցում մենք ունենք խնդիրներ թե ոչ եւ ինչու ունենք։ Այս խնդիրները գալիս են ընտանիքից, ինչպես նշեց իմ գոլեգան, մենք ունենք շատ ինֆորմացիա, բայց չունենք այն համապատասխան կիրառելու կամ դպրոցներից սկսած կամ ընտանիքներում մենք հենց տեսնում ենք այս խնդրի ձևավորումը, որովհետև շատ ծնողներ, երբ որ հասնում ենք մենք սեռականության հարցին, իրենք ամաչում են, որովհետև նաև մենք չենք ունեցել այդ փորձառությունը, այսինքն երիտասարդ ծնողները նույնպես չունեն այդ գրագիտությունը, ինչպես խոսեն երեխայի հետ, հա 10 տարեկան պլյուս երեխայի հետ, ինչպես խոսենք սեռականության մասին։ Ինչը ասենք, ինչը չասենք, հա, խնդիրները ստեղծվում են ցավոք սրտի հենց այստեղից։ Այսքան վաղ, այո։ Շատ դեպքերում նաև պայմանավորված որոշակի գործոնների հետ ամոթի զգացումն է շատ գալիս եւ մարդիկ սկսում են սա դառնում է մի թեմա, որը սկսում է տաբու դառնալ եւ հասարակության մեջ չքննարկվել, ընտանիքում չքննարկվել, ընկերների հետ չքննարկվել, գործընկերների հետ չքննարկվել։ Բնականաբար։ Այո, եւ դառնում է մի թեմա, որի մասին յուրաքանչյուրը ունենում է իր պատկերացումները եւ հաճախ այս պատկերացումներն են, որ զույգային հարաբերություններում բերում են կոնֆլիկտներ, որովհետեւ մենք գտնվում ենք անհավասար պատկերացումների դաշտում։ Ունեք ասելու բան էլի։ Այո, որովհետև որոշակի պատկերացումներով սեռական հարաբերությունները պետք է միայն արվեն բացառապես եկեղեցի եւ ԶԱԳՍ գնալուց հետո, որոշ աղջիկներ կամ տղաներ ոչ սեռով պայմանավորված ընտրում են նաեւ մեկանգամյա հանդիպումները եւ այստեղ է լինում այդ հավասարակշռության կորուստը, որ հասարակության մեջ նաև չի քննարկվում եւ յուրաքանչյուրը չի կարողանում ազնիվ արտահայտել այն ցանկությունները, որ իրենք ցանկանում են ունենալ։ Արմինե, լինում են դեպքեր, երբ դուք այ խորհրդատվություն անում եք առաջին հանդիպման օրինակ շրջանակում եւ հստակ դուրս եք բերում, որ խնդիրը հենց սեռական կյանքի դաշտում է, այսինքն այնքան ուժգին են դրանք, որ ազդում են մարդու համընդհանուր կյանքի որակի եւ նաեւ այլ բաղադրիչների վրա։ Ուզում եմ այստեղ հասկանանք արդյոք ազդեցիկ է թե ոչ սեռական կյանքի դերը նշանակությունը մարդու կյանքում։ Միանշանակ այո, ինչպես կրթության կամ մեկ այլ բնագավառի աշխատանքի դեպքում այս հարցը կարևոր է, հոգեբանական, հուզական եւ նաեւ այստեղ մենք վեր ենք հանում, որ բացառենք, որ կա ֆիզիոլոգիական խնդիրներ։ Եթե մենք տեսնում ենք, որ կան ինչ-որ խնդիրներ, որոնք մենք կարիք ունենք, ես ուղղորդում եմ
սեքսապաթոլոգի մոտ, որ կարողանան նաև զույգերը կամ անհատները իրենց սեռական կյանքի հետ կապված այդ հարցերը չունենան, որովհետև բացառենք ֆիզիկական առողջության մասը եւ հետո նոր հոգեբանական գործոնի հետ մենք կարողանանք աշխատենք, բայց այո, ինչպես եւ կրթության հետ կապված կամ աշխատանքի իրացման հետ կապված ես այդ հարցը կտամ, միանշանակ այո, որովհետև դա մեր կյանքի բաղադրիչ կարևորագույն մասերից մեկն է, որը մենք անտեսել չենք կարող։ Իսկ լինում է, որ մարդն այդ հայցով չի գալիս, բոլորովին այլ խնդիրներով, այլ ոլորտի խնդիրներով է գալիս, բայց դուք հետազոտելուց, ուսումնասիրելուց հետո հասկանում եք, որ իրականում ծագումնաբանությունը հենց այստեղ է եւ ինչպես են ընդունում այցելուներն այս նորությունը։ Հաշվի առնելով էլի ամոթը եւ ընտանիքի դաստիարակությունը։ Թերապիայի ընթացքում, եթե անգամ թերապևտը տեսնի, մենք ուղղորդումներ չենք անում եւ եթե հայցը թերապիայի ընթացքում դուրս չի գալիս, ուրեմն այդ պահին այցելուին դա չի անհանգստացնում։ Հակառակ դեպքում միշտ այդ հայցը գալիս է։ Բայց չէ որ դուք մասնագետն եք եւ դուք մի քանի քայլ առաջ եք տեսնում եւ հակառակը մի քանի քայլ խորությունն եք տեսնում խնդրի։ Նույնիսկ այս դեպքում դուք չեք բարձրացնում այս թեման։ Այստեղ հետաքրքիր է հոգեթերապևտիկ աշխատանքը։ Թերապևտիկ process-ում ոչ, որովհետեւ մենք կարող ենք սխալվել, որովհետեւ ես նույնպես մարդ եմ եւ կարող եմ սխալվել եւ չտեսնել եւ այստեղ մենք ոչ թե կենտրոնանում ենք մեր տեսնելու վրա, այլ մենք ամբողջ կենտրոնացումը տալիս ենք տվյալ մարդու համար այս պահին, որ գործոնն է կարեւոր։ Եվ առաջնորդվում ենք այդ հայցով, այո, եւ որ գործոնը որ կարեւոր է, ինքը թերապիա միշտ գալիս է։ Եթե անհրաժեշտությունը իսկապես մեծ լինի, այսինքն ինստինկտիվ անխուսափելիորեն այդ հայցը եւս կբուսնի հոգեթերապիայի ընթացքում, իսկապես սա շատ մարդկային է, մարդկային գործոնի հետ պայմանավորված, դուք նշեցիք, որ որոշ ֆիզիկական խնդիրներ պետք է բացառել եւ այդ դեպքում դուք համագործակցում եք բժիշկ սեքսոլոգի հետ, կարող եք 1-2 տարածված խնդիր նշել, որ դուք գտնում եք բժշկի կոմպետենցիայի շրջանակում է։ Ցավոք ամենատարածվածը, որ կարող եմ նշել, վագինիզմը, որի դեպքում պարտադիր ուղղորդում եմ ես բժշկի, որպեսզի մենք բացառենք նաև ֆիզիոլոգիական որոշակի խնդիրներ եւ այս պահին չեմ կարող որոշակի դեպքեր հիշել եւ նաեւ գաղտնիության կոմպոնենտ ունենք, բայց եթե հարցը առաջանում է, որ կա ինչպես եւ ցանկացած բժշկի, հա, հոգեբուժի, նյարդաբանի կամ սննդաբանի դեպքում, այս դեպքում նույնպես, հա, ոչ մի տարբերություն չենք դնում եւ եթե ինչ որ հարցերում մենք զգում ենք, որ այստեղ կա բժշկի կոնսուլտացիայի անհրաժեշտությունը ուղղորդվում է։ Եվ այցելուն ինքն է որոշում, ինքը հետագա իր քայլերում ազատ է իր գործողություններում կդիմի թե ոչ, բայց միշտ ես առաջնահերթ եմ համարում նշել, որ հոգեբանները չունեն բժշկական կրթություն եւ այստեղ մենք կարիք ունենք գոնե բացառելու։ Հաջորդ հարցը ձեզ, որպես բժիշկ սեքսոլոգ, ահա որ խնդիրներն են, երբ դուք բացահայտում եք հոգեբանական բաղադրիչ եւ առաջարկում եք միացնել ձեր աշխատանքին հոգեբանի, կարող եք այդ խնդիրները նշել եւ կխնդրեմ նաեւ վագինիզմի պահով արձագանք տալ, արդյոք այստեղ լինում է նաեւ հոգեբանական պատմություն։ Խնդիրները ներողություն։ Իրական այսպես է, մարդը կարող է գալ սեռական որևէ դիսֆունկցիայի հետ կապված իր հարցերով եւ սեքսուալական վերլուծությունը ցույց տա, որ սեռական որևէ դիսֆունկցիա ի հայտ է եկել իրականում հոգեկան առողջության հետ կապված մի հարցի հետևանքով եւ դրա ացանցիալն է եւ հետեւաբար տվյալ պարագայում ինչքան էլ բժիշկ սեքսոլոգը իր բուժումը կատարի իր մասնագիտական հմտությունների սահմաններում դա կարող է բավարար չլինել սեռական ֆունկցիան վերականգնելու համար կամ բարելավելու համար եւ ըստ դրա համապատասխան առաջարկը արդեն արվում է հոգեկան առողջության հետ կապված իր հարցերի պատասխանը ստանալ հոգեթերապևտի մոտ ամենատարածված բաներից մեկը կարծում եմ միգուցե կսխալվեմ միգուցե չէ տագնապն է որ շատ դեպքերում խառնում է մարդուն սեռական դիսֆունկցիաները եւ հոգեկան ոլորտի հետ կապված խնդիրները եւ երբ որ կատարում է համապատասխան ուղղորդում ստանում է մարդը համապատասխան օգնություն հոգեթերապևտի կողմից հետո սեռական դիսֆունկցիան վերականգնելը շատ ավելի հեշտ է լինում քան երբ որ մարդը հրաժարվում է գնալ եւ փորձում է ամեն դեպքում սեքսոլոգիայի հնարավորությունների սահմաններում իր սեռական ֆունկցիան վերականգնել բայց մնացյալը արդեն իր որոշելիքն է բնականաբար եւ
Դա դեղորայքն է, մենք հիմա դեղամիջոցներ նկատի ունենք։ Ոչ միայն դեղամիջոցները, որովհետև կլինիկական սեքսոլոգիայում դեղորայքը երբեք առաջինը չեն եղել։ Շատ կարևոր է սեքսուալական վերլուծությունը եւ խնդրի վերհանումը, որովհետեւ ցանկացած պարագայում մենք երբ որ գործ ունենք սեռական դիսֆունկցիա, եթե կոպիտ օրգանական խախտումներ եւ դիսֆունկցիաներ չկան, այդպես թե այնպես խնդրի արմատները հեռու են եւ այդ հեռուն պետք է հասնել, հեռուն պետք է մարդու հետ համատեղ այդ ճանապարհը անցնել, որ մենք հասկանանք թե որ դիսֆունկցիայի դեպքում որ խնդիրը որտեղից է սկիզբ առել, հաշվի առնելով դասյակության հետ կապված տարբեր ոչ այդքան առողջ մոտեցումներ մանկական բռնության հետ կապված դեպքեր, չարաշահումներ եւ այլն, այդ բոլորը իրենց հերթին ծնում են խնդիրներ, իհարկե զույգային հարաբերություններում էլ շատ դեպքերում մենք ունենք զույգեր, որոնք որ կարող են 5+10+ տարվա համատեղ կյանքի փորձառություններ եւ երբ որ իրենք գալիս են, պարզվում որ խնդիրը սկիզբ է առել մի քանի տարի առաջ, բայց փուլ առ փուլ իրենք որոշել են դիմել, հետո որոշել են չդիմել, հետո համաչել են, հետո մտածել են, հետո փոխել են միտք, հետո մի բան լավ է եղել, բայց վերջ-վերջը խնդիրը հասել են կետին, որ իրենք արդեն այցելել են։ Եվ մի բան էլ հոգեբանների ու մեր աշխատանքի հետ կապված կարծում եմ այս երկու ոլորտը իրարից անկախ չեն կարող լինել եւ շատ դեպքերում այսպես է մարդը ասում է որ գիտեք բժիշկ ես հոգեբանին եմ այցելում ունեմ այս հայցը դրա համար այցելում եմ բայց ինքը չգիտի որ ես նաեւ ձեր մոտ եմ գալիս որտեղ ես իմ սեքսուալական խնդիրը չեմ ուզում իր հետ քննարկել այդ դեպքում սա չի բարթացնում երկուսի աշխատանքն էլ եւ իր վիճակն էլ կարծում եմ իր համար է բարթացնում իրականում մեր մասով լավ կլինի որ տեղյակ լինենք եւ ավելի կազմակերպված համագործակցենք բայց եւ այնպես դա արդեն մարդու որոշելուն է եւ մենք իր անձնական տվյալները չենք կարող փոխանցել ինչի մասն է խոսքը ինչ վերաբերում է վագինիզմին տեսեք վագինիզմ ասվածը որ հիմա որպես այդպեսին քննարկում ենք դա հենց հոգեցին վագինիզմն է, որի պարագայում կարևոր է ֆիզիկական որևէ դեֆեկտի եւ խնդրի բացառումը։ Այսինքն մենք այն ժամանակ կարող ենք վագինիզմի ախտորոշում ունենալ, եթե այ որևէ ֆիզիկական խնդիր, բորբոքային որևէ բաղադրիչ, մի խոսքով ինչ որ մարմնի հետ կապված, երբ որ մենք դա բացառում ենք։ Այսինքն ինքը այդպես թե այնպես հոգեցին վագինիզմ է կոչվում եւ բիժ պարագայում էլ բուժման process-ի թե տևողությունը, թե բուժման մեջ մեկից ավելի մասնագետի ներգրավվածությունը կախված է խնդրի բարդությունից եւ այցելի ունեցած այլ խնդիրներից եւս, որովհետեւ եթե մարդը ունի վագինիզմ, դա չի նշանակում, որ ինքը չի կարող ունենալ այլ խնդիրներ առողջական եւ հոգեբանական նաեւ։ Հա, հենց դրա մասին եմ խոսում եւ ինչի՞ իհարկե կան դեպքեր, որ մենք երկու մասնագետով անգամ շատ դժվար ենք կարողանում այդ ճանապարհը հասնել մարդու հետ, որ այդպիսի բացառիկ դեպքեր կան, որ մարդուն կարողանանք տալ սեռական կյանքի հնարավորություն եւ սեռական կյանքով ապրելու հնարավորություն։ Կարող եք հիմնական պատճառները նշել, որ เป զի միգուցե ծնողներն ովքեր ավագ դեռահասության կամ արդեն կրտսեր չափահասության տարիքի զավակներ ունեն երկուսերիել կարողանան ուշադիր լինել կամ կարողանան կանխարգելել, չգիտեմ, ինչ որ կանխարգելիչ լուծումներ այստեղ կան, ընդ որում եւ հոգեբանին կուզեի լսել եւ ձեզ եկեք այս հարցի պատասխան ձեզնից սկսենք, որովհետեւ խոսելու եւ երեխային բացատրելու հետ շատ է կապված։ Այո, ցավոք սրտի մենք ամաչելով կամ չիմանալով ինչպես խոսենք մեր երեխաների հետ, այս խուսափողական վարքը մեզ ընդհակառակը ոչ թե ստիպում է, որ մենք գնանք դիմենք մասնագետի կամ մասնագետի օգնությամբ հասկանանք ինչպես խոսենք մեր դեռահասների հետ, մենք ընտրում ենք լռելու ճանապարհը, որը ոչ միշտ է, որ մեր դեռահասներին լավ տեղ է տանում, որովհետև դեռահասները այդ ինֆորմացիան գտնում են իրենց ընկերներից, ցավոք սրտի այսօր համացանցից, որը վերահսկել ուղակի հնարավոր չէ, թե մենք տանը վերահսկում ենք դպրոցում կամ իր ընկերների կամ բարեկամների մեր երեխաների շրջանակում չենք կարող վերահսկել այդ ինֆորմացիան եւ երեխաները շատ ստանում են ինֆորմացիաներ, որը իրականության հետ կապ չունի։ Ծնողներին մի խնդրանք ունեմ, որ դեռահաս երեխաների հետ հատկապես ինչպես իրենք խոսում են դասերից, ինչպես խոսում են կենցաղային խնդիրներից, այսինքն այդ ապահովության զգացումը անեն, ոչ թե սեքսուալության մասին, սեռականության մասին խոսելուց, այդ ամոթի բաղադրիչը փորձեն հնարավորինս հանել
անել, հա, եթե մենք դասերի մասին ենք խոսում, մենք չենք ասում ամոթի մասին։ Իհարկե կան որոշ դեպքերում, որտեղ մենք խոսում ենք, բայց մենք կարողանում ենք շատ հանգիստ դասերի մասին ամբողջ օրը քննարկել։ Ընթերցանցում, այո։ Եվ կուզենամ, որ ինչպես, հա, ես շատ օրինակ եմ բերում այս դեպքերում, որ ինչպես խոսում ենք խնձորի մասին, այդպես էլ մենք պիտի խոսենք մեր երեխաների հետ սեռականության մասին։ Երեխան պետք է իմանա այն առաջին ինֆորմացիան, որ իրեն հուզում է, հետաքրքրում է դեռահասության շրջանում կամ անհանգստացնում է, որովհետև ցավոք մենք ունենում ենք այս շրջանում նաև շատ անհանգստացնող դեպքեր, երբ որ ծնողները իմանում են շատ ավելի ուշ, որովհետև երեխաները վախենում են, որովհետև ասում են, ես եթե ասեի, ինձ կծեծեին, ինձ չեն հասկանա եւ մենք շատ ոտնձգություններ կամ սեռական պաթոլոգիաներ տեսնում ենք հենց այս մասով։ Այսինքն մի խնդրանք ունեմ, որ ուղղակի կարողանան այդ դաշտը ստեղծել, եթե դժվարանում են համացանցում նույնպես կան բազմաթիվ հոլովակներ, անվճար, հա, մենք այդ ինֆորմացիան ունենք, անվճար իրենք ինչպես կարող են իրենց երեխայի հետ խոսել, հա, կամ հակառակ դեպքում դիմել մասնագետի եւ մասնագետի օգնությամբ վերհանել այն խնդիրները, որ կարող են իրենց դեռահասի հետ քննարկել։ Լուծումներ իսկապես կան եւ այսօր լուծումներ միշտ կան, եթե կա ցանկություն, լուծումներ միշտ կան։ Որում անվճար էլ, վճարով էլ, տարբեր բյուջեներով էլ եւ այլն։ Դուք ինչ կասեք վագինիզմի կոնկրետ, եթե վագինիզմի մասին արդեն խոսվեց, կանխարգելում կա որևէ կերպ։ Կդժվարանամ այսպես մի որևէ ուղղորդված ինֆորմացիա տալ վագինիզմի կանխարգելման հետ կապված, բայց ընդհանուր սեռական դիսֆունկցիայի հետ կապված իհարկե Արմինեի ասվածը տեղին է եւ ուզում միշտ մեր ծնողները մեկընդմիշտ հիշան, որ իրենց երեխաները սահմանափակ ժամանակով են լինելու դեռահաս, դա ամբողջ կյանքի համար չի։ Մի քանի տարով ես կասեի ընդամենը։ Մենք բոլորս գիտենք, որ այդ շրջանը ծանր է եւ դժվար է ծնողի համար, դա որևէ գաղտնիք չի, բայց եւ այնպես այդ շրջանն է, որ մենք բաց թողեցինք, հետո լինում է դժվար, հետո մենք օգնում ենք ճակերտավորը մի շարք խնդիրների հայտ գալուն եւ ծնվելուն, այդ ու նաեւ վագինիզմի, հա, եթե այսպես ասենք, դա համար շատ կարեւոր է, որ երեխայի հետ կապը պահպանվի եւ երեխայի համար իր ծնողը լինի միշտ ամենավստահելին եւ ամենահարմար մարդը, ում հետ ինքը կուզենա խոսել ամենաանհարմար թեմայից։ Քանի ծնող ենք ճանաչում, ում հետ իրենց երեխաները զրուցում են ամենաանհարմար եւ ամենավախենալի թեմաներով, ես հիմա հասկացա, որ նրանք իսկապես շատ քիչ են, բայց հարգանքն է այդպիսի ծնողների իրենց մոտ ստացվել է եւ հույս ունեմ գնալով կշատանան։ 2 րոպե ունենք եւ ամենավերջին հարցը, նոր ենք չէ՞ սկսել կարծես եթերը։ Վաղ դիմելիության մասին կուզեմ խոսենք։ Շատ բժիշկներ, ահա, այս տաղավարում եւ ոչ միայն միշտ խոսում են վաղ ախտորոշման, վաղ դիմելու կարեւորության մասին, նշելով, որ դա թույլ է տալիս շատ արդյունավետ, շատ ավելի արագ, շատ ավելի անցավ խնդիրը լուծել, եթե հիվանդության մասին է խոսքը։ Այս դեպքում ինչ կասեք, երբ սեռահոգեբանական է խնդիրը, էլի վաղ դիմելը կարևոր է թե ոչ։ Ախոս, ավելի լավ է մենք ունենանք վաղ դիմելիություն եւ թեկուզ եւ երկրի բարձ մենք որ խնդիր չունենք, բայց այդ հարցը մեր օրակարգից անենք ու հանգիստ ապրենք, կամ հակառակը խնդիրը մեծացնենք ու հետո դժվարանա խնդիրը լուծել։ Այսինքն սեռահոգեբանական խնդրի խորացումը եւս բերում է բարդ լուծման։ Միանշանակ։ Ինչու է սա զարմանալի թվում մարդկանց, որովհետև հիվանդության դեպքում մենք հյուսվածքների sense դիսֆունկցիայի հստակ խնդիր ունենք, ինչքան երկար են բջիջները, այսպես ասած, քայքայվում, այնքան դրանք բարդ են վերականգնում, բայց հոգեբանական, սեռահոգեբանական պահով մենք դա չենք զգում, չենք շոշափում, ոչ մի MRT եւ ոչ մի ՀՏ դուրս չի բերում, որ եթե դու 5 տարվա սեռահոգեբանական խնդիր ունես, այն ավելի դժվար է դուրս գալու։ Այ ինչով եք բացատրում դուք որպես հոգեբան։ Ուղղակի մարդու մոտ ձևավորվում է արդեն ցավոք սրտի վարքային կոմպոնենտ, որ եւ արդեն վստահությունը իր ուժերի հանդեպ, որ ինքը կկարողանա հարցը լուծել, շատ ավելի դժվարանում է։ Իսկ վաղ շրջանում բացահայտելու դեպքում մենք կարողանում ենք վաղ փուլում այդ հոգեբանական կոմպոնենտը հանել։ Իսկ երկարաժամկետ process-ում ավելի երկարաժամկետ ենք մենք ցավոք սրտի աշխատում։ Որովհետև նաև ավելանում է այդ երկար ժամանակվա վախը, որ ես էլի չեմ կարողանալու վերականգնել իմ սեռական կյանքի կամ ցանկությունների իրացումը։ Իսկ ինչպիսին է ձեր դիտարկումը մեր օրերում, ավելի շատ տղամարդիկ են դիմում սեռահոգեբանական հարցերով, թե կանայք, այլ հարցերում իդեպ կանայք ավելի ակտիվ են եւ ավելի արագ են դիմում, ավելի շուտ են անհանգստանում, եթե իրենց աչքի, սրտի կամ որևէ այլ օրգանի հետ մի բան այն չէ։ Այս դաշտում ինչ ունենք։ Կարծում եմ հավասար է դիմելիությունը, կարող է իրականում պարտներներից մեկը գալ, հետո մյուսը միանա, բայց հանրագումարի տեսքով կարծում եմ հավասար է։ Այսօր արդեն հավասարություն ունենք։
Առաջ այսպես չէր իդեպ։ Հենց ձեզ այդ հարցազրույցներում մոտ 10 տարի առաջ այսպես չէր, դուք ինչ կասեք։ Ես նույնպես ուրախալի եմ նաև թվերը, այո, այսօր նաև դիմելիությունը մենք տեսնում ենք, որ Արական սարի կողմից էլի շատ ակտիվ է, որը ուրախացնում է։ Իսկ զույգայինի մասին ինչ կասեք, օրինակ եթե մի պարտնյորը գալիս է, բայց դժվար է համոզվում մյուսը, կին թե տղամարդ կապ չունի։ Դեպքերի մեծամասնությունը երկրորդներ է միանում, մեզ երկրորդ պարտներներ է միանում։ Եթե այդ հարաբերությունները ունեն ապագա եւ հեռանկար, այսինքն մասնակիցներից մեկը չի որոշել հարաբերությունը 10 օրից ընդհատել, ապա անպայման միանում է երկրորդը։ Այստեղ էլ ասեք, որ առաջընթաց ունենք։ Առաջ մյուս զուգընկերոջը բերել, մտցնել հոգեբանի կամ սեքսոլոգի սենյակ մի մեծ պատմություն էր։ Ես արդեն 13-րդ տարին է այս ոլորտում եմ եւ կարող եմ վստահեցնել, որ այստեղ առաջընթաց ունենք։ Լավ, շնորհակալություն։ Մենք զրուցեցինք բժիշկ սեքսոլոգ Վահե Ասրյանի եւ հոգեբան Արմինե Ալոյանի հետ, հուսամ էլի կհանդիպենք այս կարևոր դիսցիպլինների շուրջ, որովհետեւ սրա մասին ցավոք քիչ է խոսվում, փորձենք գրագետ գիտելիք փոխանցել հանրությանը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։